Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Մոտ 2 շաբաթից հենց այս շենքում մենք կհյուրընկալենք մեր եվրոպացի գործընկերներին, հատուկ հյուրերին եւ 11 երկրի պատվիրակություններին, ներառյալ նաեւ Հայաստանի պատվիրակությանը։ Այս օրերին արդեն վերջին շտկումները ու նախապատրաստական աշխատանքներն են տարվում հիմնական շոուի համերգային ծրագրի շուրջ։ Համերգային շոուի շուրջ աշխատում են երկու ռեժիսոր, երկու հիմնական ռեժիսորները մեր Արտուր Մանուկյան, ով բեմադրող ռեժիսորն է, եւ Մուշեղը Մինասյան, ով հեռուստատեսային ռեժիսորն է։ Այնինչ պատրաստում է հանրային հեռուստատեսության թիմի կողմից, ունենալու է շատ տարբեր պատկեր, տարբեր մոտեցում եւ ավելի մեծ մասշտաբային լուծումներով ենք ներկայացնելու դասական Եվրատեսիլը, ինչը ոչ միշտ եւ ոչ ամեն տարի է այդպես լինում։ Այդ օրը կարծում եմ մեր քաղաքը ողողված կլինի դասական շնչով, դասական երաժշտությամբ եւ ասեմ նաեւ, որ օպերային թատրոնը այդ օրը մենք կտեսնենք այլ ձևաչափով, ավելի տաղավարային, ավելի հեռուստատեսային ֆորմատին բնորոշ։ Իրականում այս նախագծի ձևաչափը եւ կառուցվածքը գրեթե նույնն է ամեն տարի։ Տևողությունը եւս սահմանափակ եւ հստակ է այս ֆորմատի եւ այս մրցույթի համար, ու մենք այս օրերին նաեւ պայքարում ենք ամեն րոպեի համար, որպեսզի կարողանանք լավագույնս ներկայացնել հայկական մշակույթը մեր եվրոպացի հեռուստադիտողին այդ սեղմ ժամանակահատվածում։ Առաջարկեցինք, որպեսզի մենք ունենանք բացման մեծ համար, որը նման կլինի վիզուալ մեծ շոու, կարելի ասել ներկայացման։ Հայաստանն այս տարի դասական երաժշտության հետ մեկտեղ ներկայացնելու է նաև հայկական կերպարվեստը, որովհետև մենք շատ լավ հնարավորություն ունենք Եվրոպային ցույց տալ մեր մշակույթը։ Պարզապես ասեմ, որ այդ օրը օպերային թատրոնը կվերածվի մեծ կտավի։ Մրցույթին ընթരാճ տեղի ունեցավ նաև դասական Եվրատեսիլի նվիրված հատուկ մամլո ասուլիս, որին ներկա էին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Ինչպես սկսվեց այս ամեն ինչը, մոտ 3 տարի առաջ մենք Հայաստանում ընտրում ենք մեր մասնակցին, թե ով է ներկայացնելու Հայաստանը նախորդ դասական Եվրատեսիլում, եւ այդ ժամանակ, երբ մենք լսում էինք կատարումները, նախարարը ասաց, որ ինչու մենք չենք անցկացնում սա Հայաստանում։ Առաջիկա սպասվող իրադարձությունը կարևորում եմ նաև մշակութային քաղաքականության տեսանկյունից եւ շատ կարևոր է, որ դասական արվեստը դարձնենք ավելի տեսանելի եւ հանրային առումով ավելի ընդգծենք դրա ներկայությունը մեր կյանքում։ Կարգախոսը միջոցառման լինելու է Հայաստան, վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է։ Տարբեր եվրոպական երկրներում արդեն այն բրենդինգը եւ կարգախոսը, որ մենք հրապարակել ենք, արդեն տարածվում է։ Այս տարի դասական Եվրատեսիլը կրկնակի տոն է լինելու, որովհետև մենք բացի օպերային թատրոնի 100-ամյակից նշելու ենք նաև Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Եվ հենց այս առիթով ամբողջ համերգային ծրագիրը կառուցված է լինելու խաչատրյանական երաժշտության շուրջ եւ հենց համերգի բացումը մեկնարկը կլինի Խաչատրյան Այշեի Պարի ստեղծագործությամբ, որը կկատարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
լինելու է Արամ Խաչատրյանական երեկո, թե բացման արարողությունը, թե այն ինչ հնչելու է այդ օրը։ Ուրախ եմ նաև, որ հենց մեր պատվիրակը Էլենը եւս կկատարի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը փոխադրված ֆլեյտայի համար։ Այս մրցույթում SMS քվեարկություն չկա եւ հաղթողին ընտրում է ժյուրիի կազմը։ Ուրախ եմ նշել, որ մենք կարողացել ենք բանակցել եւ Հայաստան հրավիրել այս ոլորտի լավագույն մասնագետներին, որոնք են Ռոման Սիմովիչը, Լոնդոն սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակահար, իսպանացի Էդուարդ Դելմարը ֆլեյտահար, գերմանացի դիրիժոր Ժուլիան Սալեմկուրը եւ հայազգի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Եվրոպական հեռարձակողների կողմից սահմանված հատուկ չափորոշիչներով էլ հենց հունիսի 6-ին նրանք կընտրեն այս մրցույթի հաղթողին։ Վերջապես ես Երևանում եմ։ Եկել եմ մրցույթի տեսաբացիկի նկարահանմանը։ Ես վստահ եմ, որ շատ հետաքրքիր կլինի։ Գնացինք։ Ամեն տարի հյուրընկալող երկիրը առաջարկում է տեսաբացիկի իր ձևաչափը։ Մենք ունենք մեր ձևաչափը, որը առաջարկել ենք բոլոր մասնակից երկրներին։ 10 երկրի պատվիրակություններ արդեն ուղարկել են իրենց երկրում նկարահանված տեսաբացիկների մի հատվածը, իսկ արդեն վերջին տեսարանը կնկարահանվի Հայաստանում շուտով, երբ նրանք արդեն այստեղ լինեն։ Այսինքն մենք կտեսնենք տվյալ մասնակցին իր երկրի մշակութային տարբեր հատվածներում անցնելով, տարբեր շերտեր ներկայացնելով, երկրորդ հատվածում մասնակիցները կհայտնվեն Հայաստանում։ Տեսաբացիկի նկարահանումները շարունակվում են։ Եկել ենք ազգային պատկերասրահ։ Տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ այստեղ։ Պատրաստ։ Գնաց։ Արչևում ամենապատասխանատու, սպասված, ամենալարված, բայց միևնույն ժամանակ ամենահաճելի օրերն են, որովհետև վերջապես մենք արդեն կհյուրընկալենք բոլոր պատվիրակություններին, հատուկ հյուրերին եւ կստանանք այն, ինչի համար, որ ամիսներ շարունակ առաջին ալիքի թիմը աշխատում է։
Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։